Պամուխտյան, ինչու եք ձեր հանրային բարձր հեղինակությունը քաղաքական պրոցեսում փորձարկում, կա հայտնի խոսք, որ քաղաքականության մեջ ավելի հեշտ է կորցնել, քան գտնել։ Ես առաջնորդվում եմ լրիվ այլ սկզբունքներով։ Ես չեմ ուզում կողքի քաշված լավ խոսածող հանրային գործիչ լինեմ։ Լավ խոսածող հանրային գործիչներ շատ են Հայաստանի Հանրապետությունում, բայց ես քաշել եմ գիծը ու անցել եմ այդ գիծը, որպեսզի ես ինքս վաղը ինչ չմեղադրեմ մի բանի համար, որ գիտես, փորձեիր, կարող է քո մոտ ստացվում էր, փորձեիր, կարող է եւ քո մոտ էր ստացվում, եւ քո ընկերների մոտ էր ստացվում, եւ ընդհանուր գաղափարային նոր գիծ էր ստացվում ստեղծել, որի շուրջ հնարավոր կլիներ ոչ միայն Գյումրիում թույլ չտալ թուրքերի իշխանություն ունենալ, որովհետեւ տվյալ իշխող ուժի գաղափարային հայրը օֆիցիալ հայտարարել է, չէ՞ որ ինքը չի ամաչում, երբ իրեն թուրք են ասում, ված չի զգում դրանից։ Հիմա Գյումրին մենք թուրքին չենք հանձնելու։ Չի լինելու նման բան։ Ու ես որպես հանրային գործունեություն ծավալող անձ, որը ունի նաև կներեք, բայց բարձր քաղաքացիական գիտակցություն, որը գոնե թե վերջի 7 տարին կասկածի տեղիք չի տվել, հա, ես չեմ ուզում կողքի քաշված ինձ պայեմ, անկախ նրանից, հիմա մի կողմից կարող եք ասել դա քո հեղինակությանը ինչ որ մի ձև կվնասի, ես ասում եմ, իսկ ում է պետք է այն հեղինակությունը, երբ որ դու պարտված ստախոս կեղծիքի մեջ ապրող երկրի ղեկավարի տակ ես աշխատում, չգիտեմ, ապրում, ստեղծագործում, ում է դա, ում է պետք ցանկացածի հեղինակությունը, կասեք։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր հայ ժողովուրդ, հայ ազգ ու հեղինակություն բառերը իրար կողք չի բերում դնում, այսինքն մենք ընկնող անկում ապրող ու հələ հատակին չհասած հայկական արժանապատվության անկման օրեր ենք ապրում ու դա իմ համար ողբերգություն է, դրա համար է այս ամեն ինչը նաև